Բարև ձեզ։ Ներեցեք Փաշինյանին սատարելու եք եկել։ Սատարել դա ինչ է որ։ Աջակցել օգնել։ Չէ, չեմ եկել դրա համար։ Քիչ առաջ այստեղ ելույթ էր ունենում, իրեն հարցեր ունեք։ Տեսեք, ընդդիմության մասին խոսելիս ասում է լակոտներ, համբալներ, սատկացնելու եմ ձեզ։ Ինչպես եք վերաբերվում իր այդ արտահայտություններին։ Բացասական։ Իսկ առհասարակ իր պահվածքի հետ կապված ինչ կասեք, օրինակ երեք հայ կնոջ վրա էր գոռում, հրում էր։ Ինչ ասեմ, ինչ պետք է ասեմ, տղա չերևույթ։ Ինչ պետք է ասեմ ուրիշ։ Դուք ինչ որ բան եք ասելու։ Հա, ունեմ ասելու, բայց ես միշտ կողմանակից եմ, որ եկեղեցու կողմից խոսացողների մասին։ Պրոստը ընդհանուր վիճակում, որ խոսքի ժողովուրդը չգիտեն իրանց ոնց պետք է հասկանան իրանց թևի, ոնց պետք է պատկերացնեն իրանց խոսակցությունը։ Փաշինյանը ասում է կալուգացի սամոկզացնելու է ես։ Էդի չէ, պրոստը ինչ հայ ժողովուրդ ենք, ինչ հայ ժողովուրդ ենք, պրոստը թուրքերի դեմը պետք չէ այդ բաներ ասել, որ թուրքերը ուժեղանան ու մեր հայ ժողովուրդին է այդքան մորթեն։ Պատերազմի քարորիա, պատերազմի զինվորների, որ եռաբլուլում եկա, պաստայանի յութուբով իլի, ինստագրամով նայում ենք, պաստայանի այդ իրանց երկերը կամ ինչ որ մի բան լսում ենք, արտասում ենք։ Մեղք են այդ զինվորներն է, որ զոհված ընտանիքների, հարազատների դեմը խոնարհվում են։ Բայց ինչ որ թե խոսալը պոլիտիկայից, թե կողմնակի մարդկանցից, թե մեկ էլ կողմնամագարտի այդ մագարտակին պրոստը պետք է ժողովուրդ մի քիչ մլը իրանց խելքի գաղապար ունենան, որ կարենան։ Ղարաբաղից փախածներ։ Չէ, Ղարաբաղից խեն ժողովուրդ է, դա հայ ժողովուրդ են։ Դա հայ ժողովուրդ են։ Կողմնակի ժողովուրդ չեն։ Մեր հայ ժողովուրդն է, մեր ժողովուրդն է, որ կան, որ իրանք մենք կարանք այս ժողովուրդով ամեն ինչով է հպարտան։ Քաղաքացին կամ ինչի ոստիգանի հետ կամ ուրիշ մարմինի հետ ինչ գործ ունի։ Դա իրավունք չունի, չէ՞։ Բայց իր խելքով պետք է մտածի, թե իր երկրի մասին։ Օրինակ վարչապետը քայլեր թե իրականացնում իրեն հարցեր ունեք, ասելիք ունեք, իրեն պատրաստում եք մոտենալ։ Ոչ։ Դրա համար։ Ես որպես տաշիրի, որպես ծնված տաշիրի մարդ հարգանքով շնորհքով եմ մոտիկանում եմ ընտրող ապագայի մարդու։ Դեպի Աստված բոլորին հաջողություն։